Ամեն, ես հավատացած եմ Տիրոջ հոգին հպվելու է։ Եթե եկել ես խնդիրներով, հոգսերով, այսօր այստեղից թեթևացած, ազատված կգնաս։ Ամեն, բաց եղի ասում, բաց եղի իր խոսքին։ Իհարկե, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, ես ասենք ոչ խոսքի մարդ չեմ, ես գործի մարդ եմ։ Ամեն, մենք պիտի լինենք գործի մարդիկ, ամեն։ Ամեն ուջանցիներ, գիտեք, Փառք Հիսուսին։ Շնորհակալ ենք, Թադևոս ջան։ Աստղիկ ուր է։ Ստեղ չի, երեխեքի մոտ։ Ձեր հյուրասիրության համար, ձեր սրտերի համար, Փառք Աստծուն։ Մենք գնում ենք առաջ, ամեն, առաջ գնալու համար այսօրվա թեման, մի շատ կարևոր թեմա եմ բերել։ Շատերը կհասկանա, կարող է, շատերը չեք հասկանա, բայց այսօրվա թեման պատմական թեմա է, եթե մենք վերցնենք եւ իրագործենք։ Մենք խոսքի մարդ չենք լինի, այլ գործի մարդ։ Հալելույա։ Մենք հետո աղոթել ենք հիվանդների համար, կոչ ենք անել։ Այսօր թող լինի ոչ թե ցանկության օր, այսօր թող լինի մեր կյանքում որոշման օր։ Դրոշմի օր թող լինի, հաստատման օր լինի, ամրապնդման օր լինի, հավատքի օր լինի, թող Տիրոջ օրը լինի, ամեն, թող լինի սա այն օրն է, որ Տերը ստեղծեց մեր կյանքերում։ Հալելույա։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եկեղեցաշինություն։ Դե եկեղեցի բառ ասելով մենք շատես միանգամից ուրիշ բան ենք պատկերացնում, գիտեք։ Բայց դա էկլեսիա բառն է, սիրելիներ, մարդիկ շատ ես գնացել եմ, ասենք, ասել եմ մենք պիտի եկեղեցի սարքենք, եկեղեցաշինություն սենց թեմաներով խոսացել եմ Բելգիայում, ամենուր եք ամենտեղ մարդիկ սենց նայում են, ասում են որտեղից էս քարերը պիտի բերի, սենց իրաց մեջ սենց մտածում են, հա։ Մենք այսօր հոգևոր եկեղեցաշինության մասին ենք խոսալու, մենք խոսալու ենք մի կառույցի մասին, սիրելիներս, որ միակն է երկրի վրա, որ հավիտենական է, միակն է, որ հափշտակվելու է երկինք։ Մնացած ինչ կառույց էլ անես լինելու է, այրվելու է։ Բայց այսօր ինչի մասին որ խոսալու ենք, դա գնալու է այստեղից։ Եվ եթե դու դրա մեջ ես, դու ես գնալու այստեղից։ Ամեն, եւ եղիր սրա մեջ։ Այս գործի մեջ, սա սուրբ գործ է, սա պատվական գործ է Տիրոջ դաշտի մեջ ծառայելու։ Ամեն։ Եվ էկլեսիա բառն է, իհարկե էկլեսիա գիտեք, մարդկանց հավաք, սա եկեղեցի է, հիմա որ հավաքվել ենք մարդկանց հավաքատեղի ու Աստծո մասին խորելու։ Իհարկե էկլեսիա բառը նշանակում է ինչ որ ուրիշ բառեր, ուրիշ մարդիկ, ասենք պարլամենտը, դա էկլեսիա հավաքում են, բայց մենք այսօր մեր էկլեսիան վերաբերում է Աստծուն, ամեն, հավաքվել ենք Աստծուն։ Իհարկե նաև Աստծո խոսքը երբ որ կարդում ես, դու տեսնում ես այնտեղ բացի էկլեսիա, բացի եկեղեցու բառից, Պողոսը շատ ուրիշ անուններ է տալիս։ Ես օրինակ գրել եմ իմ մոտ, կհանդիպենք հոտ, համայնք, ընտանիք, մարմին, հարս, բանակ, եւ այս բոլորը խոսում է եկեղեցու մասին, սիրելիներս։ Ամեն։ Եվ այստեղ ես ավելացրել եմ մի քանի բառ, ինչու հոտ, եթե հոտ կա հովապետ, ամեն հովիվ, որը մեր Հիսուս Քրիստոսը մեր բարի հովիվն է։ Եվ մենք էլ իր գառներն ենք, իսկ հոտ, երբ որ հոտի մասին լսում ենք, խոսում է, դա խոնարհության, գառները խոնարհության խորհրդապատկերն է։ Ամեն։ Ամեն թե ոչ։ Այծերի հոտ չի, այլ գառների հոտի մասին է խոսքը, սիրելիներս։ Ամեն։ Եթե համայնք, ինչու են համայնք հավաքվում, դա ավելի շատ հաղորդակցության, շփման համար, ամեն, եւ մենք այսօր դրա կարիք ունենք, հաղորդակցության, ամեն, դա կոչվում է սուրբերի հաղորդակցություն։ Հաջորդը, երբ որ խոսում է Աստծո ընտանիք, ընտանիքը ինչով է կանգում, պահում, սիրով, սեր, երբ որ խոսում է ընտանիքում, պիտի սերը թագավորի։ Մեր ընտանիքներում էլ եկեղեցում պիտի սերը թագավորի։ Ամեն։ Երբ որ խոսում է մարմին հասկացողություն, դու գիտեք, ովքեր սուրբի կարտացել են, գիտեն։ Մարմինը դա խոսում է միության, միաբանության, որովհետև եթե մարմինը բաժանված եղավ, միաբան չեղավ իրար հետ, որովհետև ամեն մեկը իր գործն անում եւ ամեն մեկից կախված է, իրար հետ շահկապված են։ Ամեն։ Հետո երբ որ խոսում է հարս, արդեն դա խոսում է հավատարմության մասին։ Ամեն։ Հարսը պիտի միշտ հավատարիմ լինի, ումին, Փեսային։ Փեսան շուտով գալիս է, հա, գալիս է հարսին, հավատարիմ հարսին տանելու։ Դու դրա մեջ ես, սիրելիներս։ Ամեն։ Հետո երբ որ խոսում է բանակի մասին, Աստծո բանակ, ուրեմն սիրելիներս, պատերազմ կա, հարձակվել կա, պաշտպանվել կա, սուր կա, խրամատների մեջ կանգնել կա։
Եվ ես եւ դու պատերազմի դաշտում եք սերնես, ասեմ դες հոգևոր աշխարհում արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն է սկսվել։ Ավելի առաջ է, քան թե այստեղ։ Մենք պատերազմի մեջ ենք։ Դու նայ, դու որ այստեղ ես, ինչ որ մարդ հաղթել ես, որովհետեւ թշնամին հակառակ է։ Մի հակառակորդ կա, մի թշնամի կա, որ միշտ կուզի հակառակվել եկեղեցուն։ Իր նպատակը հակառակվելն է, բայց ես եւ դու նրանով հաղթողներ ենք, ասա ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Գնում ենք առաջ։ Այսօր խոսալու եմ սերնես 4 հիմնական բաների մասին եկեղեցաշինության մեջ։ Եթե եկեղեցի, ուրեմն 4 բաներ կա։ Կառույցի մասին կխոսամ, հիմքի մասին կխոսամ, դիրքի մասին կխոսամ եւ աճի մասին։ Պատրաստ ենք լսելու։ Ամեն։ Առաջի տեղը որ կարդամ շատ տեղեր են խոսալու Աստծո խոսքից։ Անգեի մարգարեությունն է։ Անգեն սկսում է մարգարեանալ եւ խոսալ ժողովրդի վրա։ Սա խոսում է Իսրայելի ժողովրդին։ Իսրայելի ժողովուրդը միշտ երբ որ լավ էր, ամեն ինչ Աստված օրհնում էր, հաջող էր։ Բայց երբ որ թողնում էր ամեն բան, զբաղվում էր իրանով, Աստված մատնում էր իրանց թշնամիներին։ Այսօր սիրելնես, որպես մենք հայ ազգ, դու տեսնում եք մեր հայ ազգը ինչ վիճակում է։ Գիտեք ինչից է սա կախված։ Հոգևոր, եթե մենք լավ հոգևոր վիճակում լինենք, մենք հաղթողներ կլինենք, բայց երբ որ մենք հոգևոր աշխարհում չենք հաղթում, տեսնում եք ինչ է կատարում հոգևոր դաշտում, հա? Հայ ազգի մեջ, ահա որ բաներ է, սիրելիս։ Չինաստանից այդքան ատելություն ու հայրենիք դուրս չի գալիս, քան թե այդ 3 միլիոն ազգի միջից։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Առաջի քրիստոնյա ազգի միջից ինչքան են նայում ես, չես ուզում բացես ինտերնետը, իրար ատել, իրար հայրել եւ այլն եւ այլն։ Ինչևէ, այստեղ անգեն ասում է, այսպես է ասում զորացները, թե ժողովուրդը ասում է ժամանակը չի եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը։ Ասում է չէ, ժողովուրդը չի ասում, ժողովուրդը որտեղ պատրաստ չի ուզում Տիրոջ տունը շինելու։ Ժամանակը չի եկել։ Այսօր մենք ունենք մեր ժամանակները, հա, երբ որ մարդկանց հարցնում ես, հատկապես տղամարդկանց, արեք Տիրոջ տունը սարքենք, ժամանակ չունեմ, տեսա, նա, հազար մի պատճառներ, ժամանակ չունեմ, այսօր ամենաթանկ բանը ժամանակն է, սիրելիս, ամեն, եւ ես ասեմ քեզ հայտնություն, քո ժամանակից ժամանակ տուր Աստծուն եւ քեզ ժամանակ կտրվի, ասա ամեն, ամեն, ժամանակ կտրվի, ամեն, շատերի խոսում ես, ասում եմ, չի հասնում, ասում եմ մի 25 ժամ եթե աշխատես, եթե անես չես հանում, մի ժամ շուտ սկսի, այսպիսի տպավորություն է, սերնես եկեք այն մնայուն բաների մասին մտածենք, և ամենակարևոր բանը, որ Աստված սկսել է այստեղ, եկեղեցաշինություն, եկել է ժամանակը այս տարածքներում, Համբուրգ, մինչև Ռոստոկ, բոլոր տեղերում Տիրոջ տունը սկսելու կառուցելու, ամեն, և Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռով ասելով, ձեզ համար ժամանակն է արդյոք, որ ձեր ձեղունազարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա, և հիմա այսպես է ասում զորաց Տերը, ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծառավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց չտաքացաք, և վարձկանը վարձի համար գործում է ծակված քսակով, այսպես է ասում զորաց Տերը, ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, վեր ելեք սարը և փայտ բերեք և տունը շինեցեք, այն ժամանակ ես կհավանեմ դրան և կփառավորվեմ, ասում է Տերը, հալելույա, իհարկե շատ բաներ կա գրված, ես չեմ ասում, Տիրոջ մարգարեությունը և խոսքը ինձ և քեզ է վերաբերում այսօր, ամեն մարգարեություն հատուկ գրվել է սիրելիս, որ ես և դու անենք սիրելիս, այսօր այս ժամանակներ է եկել, եթե դու մտածում ես, ես եկել եմ և ասենց, իմ բանը չի սա, իմ գործը չի սիրելիս, սա իմ և քո գործն է, եթե դու չանես, ոչ ոք չի անի, ճիշտ մտածելակերպ ունեցի, ամեն, հալելույա, և խոսալու եմ կառույցի մասին, ու այս կառույցի մասին Աստծո խոսքը ինձ և քեզ օրինակ է տալիս, ամենալավ օրինակները Սուրբ գրքի մեջ է, սիրելիներս, ամեն, ովքեր ունեն տունը, բոլորս ունենք, չէ, Սուրբ գիրք,
Իսկ փոշին մաքրել եք թե չէ, սրբված է փոշին։ Ամեն մաքրած է, փաստորեն հա։ Սերնես, սա տրված է մեզ ապրելու համար, ոչ միայն կարդալու համար, սա մեր ուտելիքն է, մենք ոչ միայն հացով ենք ապրում, այլ Տիրոջ բերանից դուրս եկած խոսքով։ Ամեն, ապրենք սրանով, սիրելիներ։ Եվ ամենալավ վառ օրինակներ, մարդիկ խոսում են այստեղից, այնտեղից, երբեք Սուրբ գրքից քիչ օրինակներ են բերում։ Ամենալավ օրինակները այստեղ են։ Եվ եկեղեցաշինության կառույցի մասին ամենալավ օրինակը ես վերցրել եմ Նեհեմիայի գիրքը։ Ովքեր գիտեն այդ գիրքը։ Ես երբ որ գնամ երկինք sense մի քանի մարդկանց եմ ուզեմ շուտապույտ տեսնեմ։ Պողոս Առաքյալին, այսօր իրանից էլ խոսամ, Նեհեմիային ուզեմ տեսնեմ, որովհետև այս մարդու մեջ ես գիտեմ, ինչ կա եկեղեցաշինություն, իրանից շատ բան ունենք սովորել։ Մի բան, ամենակարևորը, սրտացավություն։ Ասա քո կողքինին սրտացավություն։ Եթե մի բան չանես, սիրելիներ, սրտացավ, այն երկար չի գնա։ Ամեն սրտացավություն, շատ կարևոր հատկություն։ Եկեղեցու մեջ, եկեղեցաշինության մեջ, եթե ուզում եք սկսենք, սա պիտի լինի։ Ամեն մեկի սիրտը պիտի ցավա այս գործի մեջ։ Ամեն։ Ոչ թե դու ասենք հա մեր էդիկ ենք լավ կարան անեն, ու քո սիրտը չի ցավա, որովհետև հեսա մենք Նեհեմիայի գիրքը կտեսնենք։ Ով էր Նեհեմիան, սիրելիներս։ Նեհեմիան գրված է, ոնց ասեմ, այստեղի լեզվով ընդունենք հիմա գերտերության այն ժամանակվա գերտերության, ով թելադրում էր երկրին, ոնց որ Նեհեմիան Տրամպի, սենց հասկանանք, Տրամպին գինի մատուցողն էր, ամեն օր իր առաջ պիտի կանգներ, իրան պիտի ուրախ դեմքով զվարճացներ, սենց լավ տրամադրություն, որ Տրամփ հենց տեսներ ու սենց մի հատ ուրախանար, վերցներ սենց վստահելի մարդ, ամեն մարդ նայեք, ինքը նախ հրյա էր ու գերության մեջ ու հայտնվել էր որտեղ թագավորական պալատում, գերտերության թագավորական պալատում, պատկերացնում եք ինչպիսի վստահություն, եւ պատկերացնում եք ինքը ապրում է, ամեն ինչ լավ ապրում, ինքը համոզված եմ ես աղոտ եմ միշտ անում, փառք ես Տեր Աստված, շնորհակալ եմ որ դու օրհնել ես ինձ, լավ ամեն ինչի մեջ եւ այլն, հանրահանրը ասած էլ կլինի, բայց օրից մի օր այս պատմությունը գիտե շատերը որ կարդացել են գիտեն, Իսրայելի ժողովուրդը չարության մեջ էր եւ Աստված մատնել էր, հա, Բաբելոնի Նաբուկոդոնոսոր թագավորը եկել էր Երուսաղեմ, քանդել, ավիրել էր ու տարել էր ամեն ինչ ոսկի հարստություն ժողովրդն էլ գերության մեջ էր, տարել էր Բաբիլոն։ Ու այդ ժամանակ Նեհեմիան էլ արդեն թագավորական պալատում ապրում էր։ Ու երբ որ Երուսաղեմի մեջ ժամանակ մարդիկ կային, ապրում էին։ Ու գնում գալիս էին ու Նեհեմիան հարցնում է ո՞նց էր այնտեղ Երուսաղեմի վիճակը եւ նրանք ինձ ասեցին այն մնացորդները որ մնացին գերությունից այնտեղ գավառումը մեծ նեղության եւ անարգության մեջ են եւ Երուսաղեմի պարիսպները քանդված եւ նրա դռները կրակով այրված են եւ երբ որ ես լսեցի սուկ արի մի քանի օր եւ ծոմ պայեցի եւ աղոթք է անում երկնքի Աստծո առաջին եւ ասում ով Տեր երկնքի Աստված եւ սկսում է լաց լինել Աստծո առաջ Նեհեմիան չկարդամ այս տեղերը սկսում է գիտեք ինչ անել ասել մենք իրան դնել մենք ենք մեղավոր որ այս վիճակին հասանք իսկ մենք հայերը սիրելիս գիտեք ինչա մենք միշտ պարտությունը որփա մենք միշտ ուզում ենք մեկս մյուսի վրա գցել, ես մեղավոր չեմ, հա, սիրելիներս առաջինը, ես շատ դեպքերում ասում եմ, երբ որ հարց է գնում Հայաստան, չի ասում, առաջին մեղավորը ես եմ, որ այս վիճակում է մեր երկիրը, որովհետև մենք քրիստոնյա, հարց, ես էլ եմ քրիստոնյա, չէ, քանի մուսուլմանայի միջոցով ապաշխարել, Աստված մեզ կանչել է մարդկանց քարոզելու, սեր քարոզելու, մի մեղավորն էլ ես եմ, որ աշխարհը այս վիճակում է, մեզ սեր տվել չենք տարածում Մեր հայ ազգը որ այս վիճակում է, մենք սիրո ավետարան ունենք, չենք տվել, իրանք էլ սուր ունեն եւ տալիս են մեզ։ Այս ընդհանրապես խնդիրը։ Ինչևէ, Նեհեմիան որ լսեց, ինչ արեց, աղոթեց Աստծուն, սրտացավություն եկավ իր մեջ, լացեց ու գիտեք ինչ արեց հետո։ Ոչ միայն աղոթք կար, շատերը սենց են անում։
Մենք աղոթում ենք Հայաստան, մենք սա ենք անում։ Ձերս բացի աղոթի, սրտացավություն, նաև գործ։ Նեհեմիան որոշում կայացեց իր մեջ, թողել հեշտասեր կյանքը եւ գնալ այդ քանդված պատերը օգնել, ինչ որ բան անել, վերականգնել։ Սա որոշում կայացեց իր մեջ։ Եվ ինչ արեց հաջորդ օրը տրտում, երկրորդ գլխում մենք տեսնում ենք տրտում թագավորի առաջ երբ որ գինի է տալիս, թագավորը հարցնում է. Նեհեմիա, ես քեզ միշտ տեսել եմ ուրախ, լավ, եւ թագավորն ասեց ինձ, կարդամ, ինչու համար է երեսը տրտում, քանի որ դու հիվանդ չես եւ ուրիշ ոչինչ չի, եթե քո սրտի ցավ։ Եվ ես շատ վախեցա եւ ասեցի թագավորին. Արքա Հավիտյան կաց, ինչու համար չտրտմիմ իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, նրա դռները կրակով այրվել են, սկսում է խոսել սրա մասին թագավորին, վախով, սրտացավություն, եւ մտածում է կարող է թագավորը բարկանա, բայց հետո, քանի որ թագավորը սիրում էր իրան, ասում էր, ինչ ես ուզում, երկրորդ գլխում մենք տեսնում ենք, ասում է, ինչ ես ուզում, ասում է, եթե քեզ հաճելի է, թույլ տուր գնամ, օգնեմ կառուցեմ եւ հետ գամ։ Թագավոր ասում է, գնա, բայց այնքան էր սիրում Նեհեմիային, գնա արա, թույլ կտամ, նույնիսկ ոչ միայն թույլ է տալիս, ասում է, նաեւ ինձ մատերիալ կոպիտ ասած փայտեր եւ այլն թույլ տուր հրաման տուր, որ ես տանեմ իմ հետ։ Եվ օրհնում է, եւ ինքը գիտեք ինչ է ասում, տեսեք Նեհեմիան, որ ետ պիտի գնամ եւ թագավորը տվավ ինձ, ամեն ինչ ասես տվավ, նայեք բանալին, որովհետեւ Աստծո բարի ձեռքը ինձ վրա էր։ Աստծո բարի ձեռքը ինձ վրա էր։ Աստծո բարի ձեռքը ում վրա է, նրանց վրա, ովքեր որ սրտացավ են, ովքեր որ ուզում են ինչ որ բան անեն։ Աստծո սիրտն էլ է ցավում Իսրայելի ժողովրդի համար։ Ժամանակն էր արդեն վերականգնելու եւ կառուցելու։ Եվ Նեհեմիան իր մեջ մտածեց. եթե ես չանեմ սա, ոչ ոք չի անի։ Ամեն սիրելիներս տեղում եք, հալելույա, փառք Հիսուսին։ Եվ Նեհեմիան վերցնում է ու գնում է դեպի Երուսաղեմ։ Գրված այստեղ երկրորդ գլխում 12-ից մենք կարդում ենք գրված է ես գնացի եւ գիշերով սկսում է պտտել տեսնել այդ ավերակները։ Չի համբերում մինչև առավոտ։ Գիշերով գնում մանա գալիս տեսնում այդ ավերակները, առավոտը արդեն գնում եւ տեսեք ինչ ասում։ Եվ ես նրանց ասեցի 17 խոսքից. Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ մենք կանք, որ Երուսաղեմը ավերակ եւ նրա դռները կրակով այրված են։ Եկեք Երուսաղեմի Պարիսպը շիրենք, որ այլևս նախատինք չլինենք։ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծո ձեռքը ինձ վրա բարեհաջող է, եւ մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր, եւ նրանք ասեցին. վեր կենանք եւ շինենք, եւ իրանց ձեռքերը ուժովացրին այս բարի գործի համար։ Հաջորդը կարդամ, հետո մի քիչ կիսվենք սրա մեջ։ Եվ որոնացի Սանաբաղատը, ամոնացի Ծառատուբյան եւ արաբացի Գեսամը այս լսելով մեզ ծաղրարին եւ մեզ արամարեցին եւ ասեցին. Սա ինչ բան է, որ անում եք, միթե ապստամբում եք թագավորի դեմ։ Բայց ես նրանց պատասխան տվի եւ ասեցի նրանց. երկնքի Աստվածը մեզ հաջողություն է տալու եւ մենք նրա ծառաներս վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին եւ իրավունք եւ հիշատակ չունեք Երուսաղեմում։ Շատ հետաքրքիր տեղ է։ Սիրելիներս, Նեհեմիան գնաց, ինչ տեսավ այնտեղ։ Փոշի, քանդված քարեր, տեսավ տներ, քանդված տներ, տաճարը, պարիսպները, բոլորը քանդված տեսավ։ Գիտեք Նեհեմիայի իմ սիրած բանը սա է իմ հայտնությունը։ Նախ Նեհեմիան ոչ մի ինքը մատրվակ էր, ոչ ինժեներ էր, ոչ ճարտարապետ էր, ոչ փորձառություն ուներ, բայց սիրտ ուներ։ Այսօր շատերին ասում ես, ես մասնագետ չեմ նրան, Նեհեմիանը դրա մասնագետ չուներ, բայց սիրտ ուներ։ Եթե մենք սիրտ ունենանք, Աստված մեր սրտերով կարա գործի։ Ինչ արեց Նեհեմիան, այնտեղ մարդիկ կային, տես 70 տարի ապրում էին, լուսամուտ չկա, դռները չկա, մի հատ ինչ-որ միգուցե ինչ-որ պրոստին են քաշել ու ապրում հարմարվում են, պարիսպները քանդված ապրում հարմարվել են, 70 տարի ապրել են, քարերը քայլում են փոշու մեջ, գիտեք ինչ արեց Նեհեմիան, հայտնագործությունը սա, ես ես քարերի փոշիների միջից տաղանդները կանեմ։
Այսօր դու միգուցե մտածում ես դու ոչ մի բան չունես այդ քարի փոշի մեջ ես, սիրելիս։ Դու շատ տաղանդներ ունես եկեղեցի։ Աստված ամեն մարդուն տաղանդներ ա տվել։ Այսօր Հոլանդից եկել եմ ձեր տաղանդները քար ու փոշի է։ Միգուցե դու մտածում ես այն քար ու փոշի արդեն դարձած, ոչ սիրելիս, այդ քար ու փոշին պիտի կենթանի քար լինի եւ կառուցի, ինչ է Պետրոսն էր ասում։ Ամեն փոշի միած սրբենք, կմաքրենք եւ կենթանի քարեր կսարքենք։ Հալելույա, ամեն։ Հետո շարունակություն տեսեք։ Այդտեղ նաև ապրում են նրանք, ովքեր միշտ դեռ բացասական են խոսում, օտարը, այսինքն խոսում է 3, այսօր խորում է սրա մասին, ոնց որ Աստված է երրորդություն ուզում է կառուցի, կա նաև մի երրորդություն սատանայի, սա օտարներն են, որոնացի Սանաբաղաթը, ամոնացի Տուբյան, արաբացի Գեսամը, այս երրորդությունն էլ միաբանվել էր, որ չկառուցեն։ Միգուցե ինչ որ մեկը բարձրանում էր այնտեղ Նեհեմիայից առաջ, ուզում էր սարքել, իրանք աշխատում են, չէ, սա Բաբիլոնը կգա, մենք որովհետև իրանք միշտ վախեցնում են, հենց սկսեք ինչ-որ բան կառուցել, մենք մարդ կբերենք ձեր վրա։ Հասկանում եք այս պատմությունը, չէ՞։ Հալելույա։ Եվ Նեհեմիան ինչ ասեց Աստված մեզ հաջողություն է տալու եւ դուք մաս եւ բաժին չեք ունենա, սիրելիս։ Միշտ թշնամին կուզի խանգարել, սիրելիս։ Եվ նա հիշեք սիրելիս, ինքը պարտված է։ Եթե Նեհեմիայի կյանքում պարտված էր, մեր կյանքում էլ ինքը պիտի հաջողություն չունենա, սիրելիս։ Ես հաստատ համոզված եմ, միշտ մտքեր կգան, ինքը չի ուզի Համբուրգում եկեղեցի լինի, չի ուզում Ռոստոկում լինի, չի ուզում այս տարածքում լինի, բայց ինքը պարտված է, լինելու է, ամեն։ Այս խոսքն է, նա որ սկսել է այս մեջ ավարտին էլ կհասցնի, ամեն։ Ամեն, որտեվ սա նրա եկեղեցին է, ամեն, Տերն է եկեղեցու գլուխը։ Հաջորդը երրորդ գլխում մի բան եմ հանել մենակ, տեսեք ինչ ասում։ Եվ Նեհեմիան ժողովուրդը ինչ ասեցին, եկեք հելնենք ու սկսենք կառուցել։ Այսօր մեզ շատ առաջնորդներ, լիդերներ են պետք, սիրելն էստեղ։ Մեր Թադևոսի կողքին կանգնելու, թևեր բարձրացնելու, հելնենք եւ սա մեկի գործը չի, սա մենակ Հովվի գործը չի կամ իմ գործը չի, սա միաբանության գործ է։ Ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին։ Տեսեք երրորդ գլխում սկսում են տալ բաժանել, սկսում են գործը, բայց մի տեղ եմ հանել եւ նրանց մոտ նորոգեցին թեկվածիկ, բայց նրանց երևելիները իրանց վզերը չտվին իրանց տիրոջը ծառայությանը։ Միշտ էլ կան երևելի մարդիկ, հա, հասկացաք ինչի նկատի ունեմ։ Ասում է իրանց պարանոցը չդրեցին, վիզ դնելա։ Աստծո տեսեք, Ակյուղասի Պրիսկիղայի մասին է խոսում, ասում է, որ իրանց պարանոցները դրեցին։ Մենք այսօր մեր պարանոցները պիտի, պարանոց գիտեք ինչի նկատի ունենք, հա։ Մարդու տղկին միշտ Եվրոպայում կռիվ է, թե ով է գլուխը, ով է պարանոցը, ով է մարմինը, ով է ցածր, ով է բարձր։ Բանալին սա է, սիրելիներս։ Մեր պարանոցները դնենք Տիրոջ գործի մեջ եւ էլ կռիվ չի լինի։ Տներում էլ կռիվ չի լինի։ Ամեն, երբ որ դրված է արդեն, պարանոցը արդեն զբաղված է, մի կռվեք։ Շատերն էլ ասում են, գլուխը իմ մարդն է, բայց պարանոցը ես եմ, ուր ուզեմ կպտտացնեմ։ Հասկացաք այսինքն։ Պարանոցը Աստծո համար է, ամեն Աստծո գործի համար է։ Դնել Աստծո արքայության մեջ։ Մի եղի երևելի, Աստծո աչքերին եղի երևելի, սիրելիներ։ Այստեղ շատ բացասական ասում է, գործը սկսվեց, բայց իրանք մասնակից չեղան։ Շատ-շատերներ կան, եկեղեցում, մենք 15 տարի է զբաղված ենք եկեղեցաշինությամբ, շատ երևելիներ կան մեր հետ, բայց յոլա են գնում, տանում ենք, մի օր միգուցե երևելիից իշնեն այդ մակարդակից, պարանոց դնեն, դու եղի պարանոց դնող, սիրելիներս, հասկանում եք, հասանելի է, հասկանալի է, չէ, ամեն, վերցնում եք ինչ-որ բան, լավ, գնանք 4-րդ գլուխ, մենք տեսնում ենք թշնամին, երբ որ տեսավ, որ ինչ-որ բան կառուցում է, ինչ արեց, սկզբից ասես չի ստացվի ձեր մոտ 4-րդ գլուխ սկզբից, հա, ինչ էլ անեք քանդվելու է, մեկա չի ստացվի, միշտ խոսալու է թշնամին, միշտ հակառակվելու է։ Ձերս սատանան մռնչացող առյուծից ման է գալիս։ Թող Հուդայի ցեղի առյուծը մեր միջից միշտ գոռա։ Ամեն։ Երբեք վախի ազդեցության տակ մի ապրի։ Ամեն։ Թշնամու ամենահզոր զենքերից մեկը դա վախն է, որ ներգործում է ինչ-որ երևույթ, ինչ-որ բան տեսնում ես կամ ինչ-որ բան, դու սկսում ես վախենալ։ Մենք կանչված չենք վախենալու համար, ամեն, համարձակության հոգին,
Սուրբ հոգին դա զորության, զգաստության, համարձակության հոգի է։ Ամեն, հալելույա։ Եվ Պարիսպը շինեցինք, եւ բոլոր Պարիսպը շրջափակվեցավ։ Առաջի գործը միշտ հիշեք, Պարիսպ։ Դա խոսում է աղոտ եւ խրամատներ։ Ամեն, հա, Պարիսպը կառուցվում է աղոտների, ամեն, խրամատների մեջ, խրամատների վրա կանգնել եւ աղոտ բարձրացնել։ Հալելույա։ Ամեն։ Տշնամին սրանից է վախենում, որ միշտ Պարիսպները քանդված լինեն, ինքը երբ ուզի, ոնց ուզի ներխուժի։ Մենք զբաղված ենք Պարիսպներ կառուցելով, ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին։ Եվ Պարիսպը շրջափակվեցավ, երբ որ լսեցին Սանաբաղատը եւ Տուբյան եւ Արաբացիք եւ Ամոնացիք, Ազոտացիք, սա տշնամիներն են։ Երուսաղեմի Պարիսպները վերանորոգվում են, քանդված տեղերը սկսել են կարկատվել, շատ բարկացան եւ ամենքը միաբանվեցան միասին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն։ Պատկերացնում եք ինչա կատարվում, հա, սիրելիներս։ Հենց տեսան, իրանց ձեռնտու էր, քանդուքար, ապրեք, բայց քանդուքարավ, հա։ Տշնամուն ձեռնտու է, դու երևաս լնես հավատաս Աստծուն, բայց ապրես աշխարհիկ կյանքով։ Այսօր սիրելիներս մի բան ասեմ ձեզ։ Այսօր եթե չդառնաս խոր հոգևոր, դու այսօր չես կարող այդ մարդը կպարտվես։ Երեսանց քրիստոնեությունը այսօր ուժի մեջ է, սատանային ձեռնտու է, որ դու ես քրիստոնյա, երեսանց սենց իվիջայլոց ապրես, մեռնես Աստծուն, բայց չապրես իր համար։ Մենք պետք չի մեռնենք Աստծուն, մենք պետք է ապրենք իր համար, ամեն, հալելույա։ Լնես կառուցող, այսօր խոսում ենք կառույցի մասին։ Եվ տեսեք Նեհեմյան ինչ ասեց, նայեցի վերկացա եւ ասեցի իշխաններին, ոստիկաններին եւ մնացած ժողովրդին, նրանց երեսից մի վախենաք, ինչու հիշեցեք մեծ եւ այեղ Տիրոջը եւ պատերազմեցեք ձեր եղբայրների եւ ձեր որդկանց եւ ձեր աղջկանց, ձեր կանանց եւ ձեր տների համար։ Ամեն, այսօր մենք շատ Նեհեմյանների կարիք ունենք, համարձակ։ Եվ իրանք ինչ արեցին, հետո մենք տեսնում ենք ինչ են անում, նայեք, կարդում ենք։ Պարիսպը շինողները եւ բեռնակիրները եւ բեռը իրանց վրա էին բեռնում, մեկ ձեռքով գործն էին անում, իսկ մյուս ձեռքը զենքն էր բռնած։ Եվ շինողների ամեն մեկը սուրը մեջքին կապած բան էր անում, հալելույա։ Եվ փողահարների կշտինը, եւ մենք տեսնում ենք իրանք օր ու գիշեր զբաղված էին։ Ինչով էին զբաղված։ Տեսեք սիրելիներ, սա հոգևոր բան է։ Նայեք, մի ձեռքում բան էր, մի ձեռքում հոգևորը։ Շատ շատերը սենց, շատ շատերը մենք տեսնում ենք, միշտ մենակ մի ձեռքում բանն է, զենքը չկա։ Հոգևորը չկա, հասկացաք ինչի նկատի ունեմ։ Զբաղված են մենակ աշխարհի կյանքով։ Ես եկել եմ ձեզ ասելու սիրելիներս բալանսավորված կյանք։ Եվ աշխարհայինը մենք պետք է առօրյայով զբաղվենք, բանն է դա, մյուս ձեռքում ինչն էր, զենքը, ամեն, հոգու սուրը, խոսքը, հոգևոր կյանքով ապրելը, երկուսով էլ սա բալանսավորված կյանք, մենք պիտի սա ունենանք սիրելիներ, սա պահենք, շատ ծայրահեղություն էլ կա, մարդիկ էլ կան, գցել են մի կողմ ու չեն զբաղվում բաղով, մենակ զբաղված, նույնիսկ ընտանիքում, ընտանիքի մասին հոգ չեն տանում եւ այլն, ու մենք տեսնում ենք էլի վտանգ։ Կարծում եմ հասկացաք ինչի։ Նայեք, ես չեմ ասում, հասկացաք, ես չեմ ասում թողենք չաշխատ, չէ։ Բալանսավորված կյանք ունենանք, ամեն, կայսրին տանք կայսրին, Աստծունը տանք Աստծուն, ամեն, հալելույա։ Մենք ապրենք բալանսավորված կյանքով։ Եվ այստեղ մենք տեսնում ենք իրանք զբաղված էին, չվախեցան, լսեցին Նեհեմիա ոգևորում էր եւ հետո տեսնում ենք իհարկե միշտ եկել ժողովուրդ են, որտեղ ժողովուրդը այնտեղ խնդիր, 5-րդ գլխում մենք տեսնում ենք տրտնջում էին իրար վրա, 6-րդ գլխում մենք տեսնում ենք էլի թշնամին վախեցավ, որ արդեն հասնում են վտանգա, սկսեցին կառուցել, սրանք որ սկսել են միաբանվել են, կհասցնեն ավարտին, ինչ անենք, ոնց որ գրված է խոսքում, հա, Տիրոջն էլ, հոտը զարկենք, հովվին զարկենք, հոտը ցվրվի, ինչ են անում, որոշում են Նեհեմիային կանչեն մի տեղ, ասում են, արի բանակցենք, հա, բայց Նեհեմիայի պատասխանը, ես մեծ գործով զբաղված եմ, չեմ կարող իջնել, ինչու համար գործը դատարկ է, երբ որ ես ձգեմ նրան եւ իջնեմ ձեզ մոտ, բայց նրանք այս բանով 4 անգամ ինձ մոտ ուղարկեցին եւ ես նրանց նույն խոսքը պատասխանեցի, բայց այստեղ սկզբից ասում եմ, իրանք չարություն էին մտածել, ուզում էին սպանեին
Նեհեմիային որ գործը կանգնի։ Միշտ էլ ցելի ծառայողներ դու գիտեք ինչքան հարձակումներ կա։ Ասեմ մեր կյանքը հեշտ չի։ Միշտ մենք ճշնամին միշտ իր կրակոտ նետերը, մտքերը միշտ հարձակումներ կա։ Դու հենց սկսես ծառայել, հիմա գիշես, այս Էմիլը եկավ մեզ գցեց կրակը։ Սես կմտածես, այն վաղ լավ էր էլի հանգիստ ապրում ենք, հիմա արդեն ավելի դժվարացավ։ Իրականում դա ես եւ դու կանչված ենք հաղթելու համար, ամեն։ Հենց սենց հարձակումներ, խնդիրներ կա, իմացի դու ավելի ճիշտ տեղում ես։ Ամեն։ Սկսի ծիծաղել ճշնամու վրա։ Փառք Աստծուն։ Եվ տեսնում ենք 15-րդ խոսքում 6-րդ գլուխ։ Պարիսպը լրացավ 52 օր հետո։ Եվ երբ որ մեր բոլոր թշնամիկը լսեցին, արդեն տես ինչ, վախեցան մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը եւ շատ ցածացան իրանց աչքերի առաջին։ Եվ իմացան, որ մեր Աստվածանից եղավ այս բանը։ Հալելույա։ Ես շատ դեպքերում ասում եմ, թող իրանք վախենան ձեզանից, չէ՞ դուք վախենում։ Մի վախեցի երբեք, եղի համարձակ, ամեն տերն էլ այսպես ասում։ Եթե դու համաչես ինձ դավանես մարդկանց առաջ, ես էլ կհամաչեմ։ Պատկերացա, իհարկե նա կփրկի մեզ։ Հիմա փրկվել ես ու գնում ես երկինք, մեկ էլ Տերը տեսնի, վայ, ես ինչ ամոթ է, այս Էմիլը եկավ ստեղ։ Թե ինքը տեսնի մի հատ սենց ուրախանա, սենց ժպիտ լինի իրա։ Ես ուզում եմ, երբ որ գնամ երկինք, մի հատ սենց ժպիտ տեսնեմ։ Հալելույա։ Ինչևէ, հաջորդ քայլը եւ եղավ, երբ որ Պարիսպը շինվեցավ, եւ դռները կանգնեցի, դռնապանները եւ երկեցողներ եւ ղևտացիներ դրվեցան։ Առաջի հարցը ինչ լուծվավ։ Փառաբանության հարցը։ Ամեն։ 8-րդ գլխում մենք տեսնում ենք սկսեց վերականգնումը։ Այսինքն իրանք արդեն ինչ որ կորցրել էին, ամեն բան կորցրել, սկսեցին կամաց վերականգնել։ Վերականգնում եղավ իրանց կյանքում։ Ես չկարտամ այս բաները, ամեն։ 9-րդ գլխում մենք տեսնում ենք 9-ից 12-րդ գլուխները ապաշխարություն, այսինքն այն ինչ որ սխալ էին արել, սկսեցին ներողություն խնդրել Աստծուն, լացել իրանց սխալների համար, որովհետև խառնվել էին ամորացիներին, բոլոր ազգերին, ամուսնություն եւ սխալ բաներ էին արել եւ վերականգնվեց ամեն սխալ բաները, սիրելիս։ Մեր կյանքերում է սիրելիս, իրականում մենք լուրջ ապաշխարություն կա, մենք պիտի ապաշխարության կյանքով ապրենք։ Ոչ միայն մի անգամ ապաշխարենք, գիտեք ինչքան մենք պիտի ապաշխարենք, ապաշխարություն դա ընթաց կա։ Մինչև մարմնից բաժանվելը մենք պիտի ապաշխարության մեջ մնանք։ Ապաշխարությունը դա փոփոխում է։ Ամեն եւ մենք կարիք ունենք փոխվելու, ամեն օր, թե մտքում, թե մեր կյանքում։ Ամեն ինչ դեպի լավը պիտի գնա մեր կյանքում, թե հոգեվոր, թե ֆիզիկական, ասա ամեն։ Հալելույա։ Եվ մենք տեսնում ենք եղավ իրանց կյանքում, ես ժամանակ չունեմ կարդալու, արեք լավ, մի հատ sense, քանի որ սրտացավության մասին է խոսքը, բոլորս դնենք մեր ձեռքերը մեր սրտերին։ Աստծո խոսքը առակած գրքում գրված է իմաստուն մարդու սիրտը իր աջ կողմում է։ Այսինքն աճը դա հոգևորի նկատի ունենք։ Ամեն, հալելույա։ Ամեն։ Եկեք մեր սրտ։ Գիտեք ինչ ասենք։ Դու քեզ ասա, քո սրտին ու քեզ։ Ես որոշում եմ կայացնում, կարդամ Նեհեմիայի գիրքը ամբողջությամբ եւ սովորեմ դրանից։ Ինչ է ասում ինձ համար։ Տեր խոսա Նեհեմիայի գրքից, իմ հետ խոսա։ Ամեն։ Մենք տեսնում ենք 13-րդ, մի խնդիր կար։ Ես էլ սրա մասին էլ մեկնեմ ու վերջացնեմ։ Նեհեմիան 13-րդ գլխում ասում է, ինձ արդեն կանչել էր, թագավորը կանչել էր հետ։ Գնացել է հետ եւ ամեն ինչ եկել էր, վերականգնել էր եւ այլն, հետ է գալիս, ինչ է տեսնում։ Տեսնում է Տուբյան էլի միշտ ներխուժում է ներս։ Ինքը չի ուզում դուրս գա։ Եվ ստեղ տեսնում է, ասում է, ինչ աց, եւ սրանից առաջ մեր Աստծո տան սենյակի վերակացու Եղասիբ քահանան Տուբիայի ազգականը նրա համար մի մեծ սենյակ էր շինել, ուր որ գնում էին հացի նվերները, կնդրուկը եւ անոթները, ցորենը, գինին, տասանորդներ, այսինքն այն ամենալավ տեղը վերցրել էր Տուբյան իրան։ Խորամանկ է սատանա, սիրելիներս։ Տուբյան միշտ կուզի, ասեմ ավելին, Տուբյան չի ուզի տաճարից գնա, Տուբիայի սիրտը միշտ տաճարում է, ինքը ուզում է։ Շուտով սիրելիներս Տուբյան կգա այս երկրի վրա, հակա Քրիստոսը, Տուբյան, հասկանում եք։ Եվ իր առաջին նպատակը
Սա անել, նա անել ու հետո գնալ էլի ուր տաճար։ Տուբիայի նպատակը սա է։ Ինչ արեց Նեհեմիան ու երբ որ Տուբիան եկավ, գիտեք ինչ, արդեն կարգավորել են կառույցները, ղեֆտացիներ եւ այլն։ Տուբիան գրված է, ղեֆտացիներն եք դուրս հանել։ Գնացեք ձեր գործերին էլի նույն հին գրված է ղեֆտացիները փախել են իրանց, հանել է, շպրտել է։ Նեհեմիան եկավ էլի հետ վերականգ բարկացավ Տուբիային շպրտեց։ Տուբիան իրավունք չունի սիրելնես, բաժին չունի այստեղ։ Ամեն թույլ չտանք Տուբիային ներետ չբերենք։ Տուբիան խորամանկ է։ Հալելույա։ Թույլ չտանք Տուբիային գա ձեր տուն։ Ինքը իրավունք չունի։ Մի քիչ դուրդ բաց, խեղճի կերպարանք ձևացնի։ Թույլ չտաս։ Ոչ մի բաժին Տուբիային։ Հասկանում եք, ինչ եմ ասում։ Հալելույա։ Եվ Նեհեմիան արեց, հասցրեց ավարտին, սիրելիներ, իր գործը իրան հանձնարարված։ Եվ ամենտեղ գիտեք ինչ, ինքը չէր բարձրացնում։ Տերը ինձ ասեց, միշտ ասում էր Աստծո բարի ձեռքը իմ հետ է, Աստված իմ սրտին դրեց, հա, ինքը սրտի մարդ էր, հալելույա։ Ամեն շատերը կան ասում է իրանց ձեր հանդերձներն եք պատառում, ասում է ձեր սրտերը, Նեհեմիան իր սիրտը պատռեց Աստծո առաջ, իր սիրտը բացեց Աստծո առաջ եւ Աստված գործում է։ Ամեն հալելույա։ Եվ այստեղ Նեհեմիան ինչ ասում, վերջում երկու բան ասում, ով Աստված իմ, հիշիր ինձ սրա համար եւ մի ջնջիր իմ բարեգործությունները, որ արի եւ իմ Աստծո տանը եւ նրա ծառայությունումը, հալելույա։ Եվ վերջի խոսքերը, ով Աստված իմ, հիշիր ինձ ի բարին։ Ինչ եք մտածում, Աստված հիշում է, հիշատակի գիրք կա։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ամեն սիրելիներս, ամեն Աստված անիրավ չի, որ ձեր գործը մոռանա։ Կորինթացիների 15-րդ գլուխ, Եբրայեցիների 7-8-րդ գլխում է խոսում դրա մասին։ Որ Տիրոջն ենք ծառայում, եկեք ծառայենք Տիրոջը ուրախությամբ։ Ամեն, հալելույա։ Լավ, սենց բաներ եմ գրել, սենց արագ կարդամ ավելի լավ։ Սիրելիս, եկեղեցաշինությունը միայն հովվի գործը չէ։ Նեհեմիան վերակառուցեց պարիսպները եւ տները, Զորաբաբելը կառուցեց քանդված տաճարը, Եզրասը սովորեցնում էր խոսքը։ Ամեն, ամեն մեկը իր գործը պիտի ունենա։ Եվ երբ որ մեր սեփական տունն են կառուցում, ուրախությամբ են կառուցում, ամբողջությամբ ներգրավում ենք դրա մեջ։ Նույնիսկ քնելուց էլ մտածում ենք հաջորդ օրը թե ինչ պիտի անենք։ Երազում էլ նույնիսկ կառուցում ենք։ Հայաստանում 35 տարի առաջ շատերը սկսեցին կառուցել, սակայն ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց։ Եվ մինչև հիմա տեսնում ենք այդ կիսատ շենքերը, հա թե չէ։ Հիսուսն ասեց, երբ որ մի բան սկսում ես, սկզբից նստիր եւ հաշվիր, կարող ես մինչև վերջ։ Ասեմ, որ եկեղեցին բարի եւ սուրբ մարդկանց ցուցահանդես չէ։ Եկեղեցին հիվանդանոց է, վիրավոր սրտերի եւ կոտրված հոգիների համար, որտեղ Սուրբ Հոգին վերականգնում եւ բժշկում է սրտով անկեղծներին։ Եկեղեցին նաեւ ծննդատուրն է, որտեղ կլինի լաց եւ ուրախություն։ Եթե մենք եկեղեցու մասնիկն ենք, մեզ համարում, ուրեմն Աստված ստեղծել է եկեղեցին քո համար նպատակով։ Առաջին նպատակ, որի համար պետք է ապրել։ Քույր եւ եղբայրներ, որոնց հետ պետք է ապրես համերաշխ։ Աստված երրորդ կետը, Աստվածաշնչյան սկզբունքներ, որոնցով պետք է ապրես։ Չորրորդ, եթե մասնիկն ես, ուրեմն ծառայես եկեղեցում անմնացորդ։ Հինգերորդ, կունենաս նպատակ եւ ուժ ապրելու համար։ Աշխարհում ուրիշ էլ ոչ միտեղ չես գտնի, որտեղ կարողանաս այս 5 օգուտները միևնույն տեղից քաղես։ Դա եկեղեցին է։ Ասա ամեն։ Հալելույա։ Ասեմ ցավալին, այսպես եմ գել, այսօր շատերը կան, որ իրենց Քրիստոսի մարմնի անդամ են համարում, սակայն ոչ մի տեղ չկան։ Միայն խոսքերով են մեզ հետ։ Նաև շատերը ասում են, մենք հոգով ձեզ հետ ենք։ Սիրելիս, պետք չէ հոգով լինես մեզ հետ, դու մարմնով եղիր մեզ հետ։ Սա նման է, որ մարմինը ոտք եւ ձեռք չունի, այն կտրված եւ մի կողմ է դրված։ Նա եւ մարմինն է տեսքից գցում եւ ինքը անկենթանը չի շարժում, արյունը չի ուսում, միացած չէ մարմնին։ Առաջի Պետրոս 2:5 Դուք էլ կենթանի քարերի պես կառուցվեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարագներ մատուցեք Աստծուն։
Ամեն սիրելնես, հալելույա, Փառք Հիսուսին։ Ես դեռ խոսում եմ կառույցի մասին։ Ամեն 127 Սաղմոս առաջին խոսքը ասում է, եթե Տերը չի շինում տունը, զուր են, չարչարվում աշխատողները, շինողները։ Ամեն, հալելույա։ Այնպես որ սիրելնես, կառուցողը Տերն է։ Իսկ ես եւ դու ովքեր ենք, մենք դրա գործակիցներ ենք։ Երանելի ենք, որ Աստված, ոչ թե պրեզիդենտը, հա, Փաշինյանը կամ չգիտեմ ով, Աստված ասում է իր հետ աշխատենք։ Հայատեր ես իր հետ, կոպիտ ասած, հասկանում ես, ոչ թե Սաշիկի հետ, չգիտեմ, հասկանում եք, հայերեն բաներ եմ խոսում, այլ Աստծո հետ հայատեր ես դառնալու, ամեն, ասեց այն ինչ որ իմն է, մի քիչ sense աշխարհիկ լեզվով խոսանք, ինչ որ իմն է, ձերն է, քոնն է, հալելույա, ամեն թե ոչ, Փառք Հիսուսին թե ոչ, ամեն, հալելույա, մենք նրա գործակիցներ ենք Պողոսն ասում, եկեղեցին մենք չենք կարող կառուցել առանց Աստծո, սակայն նա էլ որոշել է առանց մեզ դա չանել։ Պողոսն ասում է, ես տնկեցի, հա Պողոսը ջրեց, Աստված աճեցրեց։ Ամեն։ Եվ սիրելիս եկեղեցին պիտի կառուցվի խաղաղության մեջ, միաբանության մեջ, սիրո մեջ։ Դավիթը ուզում էր կառուցել եկեղեցին, տաճարը, հիշում եք, առաջին տաճարը, Դավիթի փափագներից մեկը դա էր։ Բայց Աստված ասել Դավիթ ջան, դու լավն ես իմ սրտի համեմատ ես, բայց կռվարար ես, սաղ կյանքդ կռիվ ու արուն ես տեսել, պատերազմներ։ Եկեղեցին դրա մեջ ասես չի կառուցվում։ Ասես քո որդու ժամանակ կլինի խաղաղություն, թող ինքը կառուցի։ Ու գիտեք ինչ խաղաղության ժամանակ, քարերը, այսօր մենք էլ կենթանի քար, մեկ-մեկ իրար հետ sense կռվում ենք, իրար ծեծում ենք, թող այդ մեջ այդ քարերի ցեխը լինի սերը մեր մեջ, ամեն։ Ամեն, հալելույա։ Իրար չուտել, իրար չկծել, միաբանվել, իրար մեկս մյուսին իրար բարձր չդասել, ամեն։ Եթե ուզում ես իրական աշխարհում դա է, մեկին գցես, որ բարձրանաս, նստես իր մեջքին, կանգնես իր մեջքին, որ դու բարձրանաս, հոգևորի մեջ գիտես որ նա, հա? Ամենալավ բանը գիտեք որտեղ է, ոտքերն է, սրբիչ։ Տերը դե սովորացած, չէ՞։ Սա ուզում են աճ, ձախ, մեջտեղ, ով որտեղ ուզում եք նստել, ասեց ուզում եք նստեք արեք, սրբիչը վեցրեց։ Ուզում ես նստես, այսպես է նստել։ Ամեն թե ոչ։ Փառք Հիսուսին։ Որ այստեղ արագ խոսամ դիրք եւ հիմքը, ոնց որ դիրք եւ հիմքը իրար հետ ցենց շահկապված են, հա։ Դիրք եւ հիմքը։ Եվ կարճ խոսամ դիրք եւ հիմքից, սիրելիներս, եւ Տերը Մատթեոս 16:16-ից 20-ում, երբ որ հիշում եք, ով եմ ես եւ Պետրոսը հայտնություն ստացավ, դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Եվ Տերը ինչ ասեց, ես կկառուցեմ իմ եկեղեցին, ամեն, Պետրոսի վրա, ոչ թե Սիմոնի վրա, այսինքն նայեք ինչ է, ես մի հատ թեմա ունեմ, Սիմոն թե Պետրոս, Աստված հաջողի մի օր ձեր մոտ է, շատ լավ թեմա է, ասեն, Սիմոնը հին մտածելակերպ, հին մարդն է, հա, իսկ Պետրոսը նորն էր, ամեն, Պետրոսը վերստին ծնված մարդն է, նոր մարդ, այսինքն եկեղեցին կառուցում է ոչ թե հին, այլ նոր, հայտնությունների վրա, նոր մարդու վրա, ամեն, Սիմոնին պետք չի եկեղեցին Պետրոսին է պետք, ամեն, հալելույա, Փառք Հիսուսին, մեր դիրքը Աստված ամրապնդել է, երբ որ նա Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, ամեն, և Եփեսացիս 1:17-23-ում Պողոս առաքյալը աղոթք է անում, ասում է աղոթում եմ, որ դուք հասկանաք, թե դուք ովքեր եք հոգևոր աշխարհում, ամեն, ցենես քրիստոնյաները գիտես ինչ է, խնդիրը մեր որն է, շատ աշխարհիկ մարդիկ չեն ուզում դապաշխարեն դառնալ, որտեղ մեր քրիստոնյաները sense ոնց որ այսինչ խղճուկներ են, այսինչ չգիտեմ ովքեր են, sense պատկեր ենք մենք ներկայացնում, միգուցե մեր սխալն է որ այդ ձևի, հա, միգուցե իրանք չարաշահում են կամ մեր ձելիս քրիստոնյան, ամեն նայ, քրիստոնյան այդտեղ պարզ խոսում է, հա, ովքեր ենք մենք, երբ որ Աստված Քրիստոսին մեռելներից հարություն տվեց եւ Աստված Քրիստոսին նստեցեց որ կողմը, իր աջ կողմը, Աստծո սիրտը աջ կողմում է, ամեն, եւ աջ կողմում նստեցրեց։ Հոգևոր բան եմ ասում, հասկանում եք, եւ Քրիստոսին նստեցեց իր աջ կողմը, եւ ումը մեկ էլ նստացեց այնտեղ, գիտեք, ումը եկեղեցին նրա մարմինն է, նրա լրումը, որ լեցնում է ամեն բանի մեջ։ Ով որտեղ է եկեղեցին,
Եկեղեցին վերևներում, ամեն Քրիստոսը արդյոք Քրիստոս հարություն առավ, դուք էլ վերևները մտածեք։ Վերևից պիտի նայես այս երկրային, ամեն։ Աստված մեզ արծիվներ է ստեղծել, ամեն։ Ոչ թե հավերի նման, առավոտի ծիրիկուն մենակ քջուջանել, մենակ մտածել ես երկրայինը, վերիները դու պիտի մտածես։ Վերիներով ապրի, վերին կյանքով ապրի, վերստին ծնված կյանքով ապրի, սիրելիս։ Ամեն թե ոչ։ Ու նաև Եփեսացիս 3:10-ում ասում է, որպեսզի այս հոգևոր եւ ֆիզիկական իշխանություններին եւ պետություններին հայտնի լինի Աստծո բազմատեսակ իմաստությունը ում ձեռքով, եկեղեցու ձեռքով։ Ոչ թե աշխարհին չգիտի, աշխարհին բացված չի հոգևոր աշխարհը։ Եկեղեցու ձեռքով, սիրելիս։ Ահա թե ովքեր ենք մենք, ես եւ դու։ Ես եւ դու հոգևոր աշխարհում Աստված իհարկե մեզ դիրք է տվել, իշխանություն է տվել, օծերի կարիճների վրա ունենք դա, ամեն։ Եվ ճիշտ պիտի օգտագործենք մեզ այդ դիրքը, ոչ թե տվելա վերևից նայել մարդկանց, հասկացաք։ Դիրքը դա չէ, ամեն։ Շատ դեպքերում տեսնում ենք դիրք ենք տվել ծառայության, դու դիրք ես դնում արդեն մարդկանց հետ։ Սա ճիշտ չի։ Դիրք դնող է սատանայի վրա դիր։ Ոչ թե մարդկանց։ Ամեն մենք պիտի լինենք հասարակ սիրելնես։ Մարդկանց եւ Աստծուն սիրող մարդիկ պիտի լինենք։ Ամեն, փառք Հիսուսին։ Մենք պիտի են Հռոմեացիս, նայեք, այն խոսքը Հռոմեացի այդ հարուրապետը հասկացավ, թե այդ ինքը ով էր, իր դիրքը, իր իշխանությունը, իր հետևում Հռոմներ կանգնած եւ ինքը հասկանում էր դա։ Այսօր շատ քրիստոնյաներ չեն հասկանում։ Դրա համար ասեց զարմացավ Քրիստոսը զարմացավ Հռոմեացի զինվորի վրա, ասեց ես հрьяաների մեջ այս ձևի հավատ չգտա։ Որտեվ այդ Հռոմեացին ասում էր իմ հետևում Հռոմն է կանգնած, իսկ քո հետևում Հիսուս անսահմանության Աստված է կանգնած։ Ասեմ մեր հետևում այդ նույն Աստվածն է կանգնած, ում հետևում Հիսուսն է կանգնած։ Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Նա չի թողել, եթե իմ հայրը մայրը կթողեն ինձ, սա կթողեն, նա միշտ մեզ հետ է։ Շատ դեպքերում միգուցե փորձության, նեղության մեջ ես Տեր Աստված ուր ես։ Սիրես նա քո կողքին է։ Ամեն մարդ սուտ, բայց Աստված ճշմարիտ։ Ես ձեզ հետ եմ, վերջ, նա չի թողել։ Ամեն։ Եթե դու զգում ես թողված, սիրես, ինքը թույլ է տալիս, որ դու անցնես փորձություն, ինչի համար, որ դու ավելի ուժեղանաս։ Փորձություն չի գալիս քեզ գցելու համար, փորձությունը գալիս է քեզ ոտքի հանելու, ուժեղացնելու, կատարելագործելու համար, ստուգելու համար, քեզ բարձրացնելու համար։ Հալելույա։ Ամեն թե ոչ, փառք Հիսուսին։ Այնպես որ մենք պիտի հասկանանք, թե ովքեր ենք մենք։ Եվ նաև այստեղ ես Առաջի Կորինթացիների 12-ից 27-ը խոսում է մարմնի անդամների մասին, այստեղ շատ կռիվներ են լինում, ձեռքը, ոտքը, թող չլինի միշտ խաղաղություն, միշտ ձեռքի տալ կոպիտ ասած, ոտքի տալ, գործ անել, ոչ թե դու ձեռք ես, ես ոտք եմ, ես լիարդ եմ, շատ օրգաններ կա, սիրելիներ, տեսեք, կա դրսի օրգաններ, մարմինն է, տեսանելի գործեր, կա նաև ներսը, որ դու չես տեսնում, սիրտ, լիարդ, ավելի կարևոր են իրանք, բայց չեն երևում, ավելի կարևոր գործ են անում։ Ձեռքը կտրես կապրես, ոտքը կտրես կապրես, լիարդը թանի, սիրտը թանի, կապրես չես ապրի։ Ավելի կարևոր օրգանները ներսում են։ Շատ դեպքերում մենք ծառայում ենք ու մտածում ենք, Աստված չի գնահատում, սա նա գնահատում է։ Հիշում եմ մի միսիոների պատմություն 1700-800-ական թվականների այդ միսիոները ողջ կյանքը ինքը ապրել էր Աֆրիկայում, ջունգլիներում իր ողջ կյանքը ներդրել էր այնտեղ։ Ծառայել էր Տիրոջը։ Մի օր արդեն ծերացած հետ է գալիս ու այդ նավի մեջ պարզվում է, որ պրեզիդենտն էլ հետ է գալիս։ Դե բնական է, նավի մեջ ուրիշ պատկեր է, չէ՞։ Ու հիմա արդեն դիմավորում են, շարված է, շքախումբը, երաժշտական, գորգերը պրեզիդենտին են դիմավորում։ Ու գիտեք, այս միսիոները գալիս աննկատ, ոչ մեկ չի եկել իրան դիմավորելու։ Այս միսիոները սենց անցնում գնում է, այս ամեն ինչը տեսնում է, ճիշտն ասած մի քիչ նեղվում է, ճամփեն սկսում է խոսալ Աստծո հետ։ Աստված ջան, այս ողջ կյանքս ես քեզ ծառայեցի։ Այս ոնց են դիմավորում, բա մենք պրեզիդենտի որդիներ ենք եւ այլն, հա։ Գիտեք, ասում է Սուրբ Հոգիները ասում է, սիրելիս,
Ինքը եկավ տուն, բայց դու դեռ տուն չես եկել։ Բայց դու դեռ տուն չես եկել։ Հալելույա։ Որ գաս տուն, Ստեփանոսը երբ որ գնաց տուն, մենք տեսնում ենք Ստեփանոսի դիմավորումը, սիրելիս։ Գիտեք ոնց է։ Միշտ տեսնում ենք Հիսուսին նստած, հա, Եփեսացիների բոլոր տեղում Հիսուսը նստած էր։ Երբ որ Ստեփանոսն էր գնում տուն, Ստեփանոսը նայեց Հիսուսին կանգնած։ Չէր կարա Հիսուսը նստել, երբ որ Ստեփանոսն էր տուն գնում։ Եվ պատկերացնում եմ այդ շքախում խառնվել էր, հրեշտակներ իջեք ներքև, Ստեփանոսն է գնում, գալիս, ոչ մի դև չմոտենա, փառքով բերեք Ստեփանոսին։ Mēs այդպիսի ընդունելություն սպասենք, թե սենց մի կերպ փրկվենք, շատ հայերի հատկապես աղբերեն դրախտում փրկվեն մի անկյուն, մի պուջախ, անկյուններ չէ, պուջախ են ուզում։ Պուջախ մի ուզեք, սիրելիներս, ով որ հաղթում է ինձ հետ, այնտեղ իշավոտ դուգա դրած, սաղի համար տեղ կա։ Ամեն, սաղի համար տեղ կա, մի հատ աթոռ չի, աջ կողմում։ Սա խնդրեք Տիրոջից, հալելույա, փառք Հիսուսին, ամեն, հալելույա։ Մարմինը բաղկացած է բջիջներից, եւ եթե մի բջիջը չի աշխատում, սկսում է մահանալ եւ ազդել մյուս բջիջների վրա եւ մահացնել։ Գիտեք, քաղցկեղը ոնց է առաջացնում, հա։ Խոսքն ասում է, մի քիչ խմորը բոլոր զանգվածը խմորում է։ Մենք լինենք կենթանի բջիջ, գործող բջիջ, կյանք տվող բջիջ։ Ովքեր որ համաձայն են, թող ասեն ամեն։ Ամեն։ Կարճ հիմքի մասին։ Սենես հիմք, տան հիմքն է չէ որոշում, կառույցի չափը, մեծությունը, հա։ Եթե մենք 2 հարկանի հիմք ենք կառուցում, տուն ուզում ենք 2 հարկանի, եթե 10 հարկանի տուն կառուցենք, ինչ կլինի։ Քանդվի, հա։ Դիարուտես, եթե ուզում ենք մեծ կառույց, մենք պիտի շատ աշխատենք ինչի վրա։ Հիմքի վրա, ներդնելու վրա։ Ամեն, այսօր այս եկեղեցին արդեն զբաղված է դրանով, հիմք ներդնում, սիրելիներս։ Եղիր դու այդ հիմքերի մեջ։ Հիմքը սերս միգուցե անտեսանելի է, հա, բայց ինքը պահող է, հիմքն է պահում կառույցին։ Ամեն։ Ես հիշում եմ մեր հոր Վարդուրը պատմում էր շենքի, ես մեր մեծ շենքի կառուցման մասին, ասում եմ մենք արդեն մի $300,000 ունեինք, ասենք արեք սկսենք շենքը, ինքը մտածում էր հեսա տեսանելի բան էր, ասում է գնացի հաշվապահություն տենամ, ոչ մի կոպեկ փող չկա։ 300,000-ը գնացել է ու փող չկա։ Ասում եմ ուր է այդ փողը։ Ասում են այն այդ հիմքն է այդ փողը, սա բոլորը ծախսվել էր հիմքի վրա էր ծախսվել։ Ամեն, հալելույա։ Փառք Հիսուսին։ Պողոսն ասում է իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրի։ Ամեն, հալելույա։ Պետք է մենք Սողոմոնին ման խնդրենք իմաստություն, բայց կառուցողը Տերն է։ Իհարկե առաջի Կորինթացիս 3 գլուխ 9-ից 15 գիտեք, այստեղ խոսք կա, առաջի Տիմոթեոս 3-ից 15-ն ասում է եկեղեցին ճշմարտության սյուն եւ հաստատություն է երկրի վրա։ Ինչ սյուն եւ հաստատություն։ Այնտեղ խոսում է Պողոսը ասում է ես հիմքը դրի, բայց մարդիկ կան, այնտեղ տեսեք 3 դրական բաների մասին է խոսում, հա, ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, փայտ, խոտ, եղեք։ Ինչով ենք մենք կառուցում, սիրելիս։ Նայեք, ոսկին ինչով է, ինչքան վերջը բայց կրակով է փորձում։ Մեր կառուցածը վերջը կրակն է գալիս։ Եթե փայտ, խոտ, եղեք մի բան չի մնա, սիրելիս, կայրվի կգնա։ Եթե մենք ոսկու վրա ենք կառուցում, ավելի երբ որ կրակ եկավ, ոսկին երբ ավելի լավ մաքուր լինում, երբ որ կրակով փորձում է, կրակի միջով անցնում, սիրելիս։ Եվ Տերը գիտեք ինչ անում օգտագործում է ոսկյա անոթներին, եղի պատվական ոսկյա անոթներ։ Տիրոջ տաճարի մեջ կային անոթներ, ոսկյա անոթներ, որը ամեն Տիրոջը ծառայություն էր մատուցում։ Եղիր ոսկյա անոթ Տիրոջ տան մեջ, ոչ թե փայտյա անոթ, այլ փայտ, ասում եմ ոմանք պատիվի համար են, պատվի, ոմանք էլ անարգանքի համար են։ Ես եւ դու չլինենք անարգանքի անոթներ, այլ պատվով, մեծ պատիվ է, պատկերացրեք Տերը քեզ օգտագործի։ Ամեն։ Եվ ասեմ ավելին, օրից մի օր այդ անոթները հայտնվել էր այնտեղ, երբ մենք կարդում ենք այս
Բաղդասարը Նաբուգոդոնոսի տղան էր։ Մի օր հիշեց, բերեք այդ անոթներով ես պիտի խմեմ, մենակ Աստված պիտի օգտագործի այդ անոթները։ Բերեք ինձ մոտ եւ խմեց այդ անոթներով։ Հա? Եվ գիտեք ինչ գրվեց, մանե թեկեղ փարսե։ Այդ օրը գնաց Բաղդասարը։ Ինչա միտքը սիրելնես։ Երբ որ Տիրոջ անոթներին կպնում են, Աստծո աչքի բիբին են կպնում։ Հալելույա։ Տեղում եք, Փառք Հիսուսին, ամեն։ Լավ, աչի մասին էլ խոսացինք մի քանի բաներ, աչ։ Աչի մասին ես վերցրել եմ Ծննդոց գիրքը, սկզբում, գիտեք, ասում եմ սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, հետո մենք տեսնում ենք, հա, խավար, անդունդ, խառը վիրավիճակ էր։ Մինչև 4-րդ գլուխը եւ Տիրոջ հոգին եկավ եւ սկսեց վերականգնում։ Ինչա միտքը սիրելես։ Աչ չի լինի, երբ որ անձև ու դատար կա եւ խառնա, հա, խավար կա եկեղեցում, լույսն է խառնված, չգիտես ինչ է կատարվում եւ Տիրոջ հոգին թող գա, եթե մեր մեջ կա, մեր ներսում է դա, հա, անդունդ է, դատար կա, ինչ էլ անես սիրես այս աշխարհայինով, ոչ մի բան չի լցնելու, դանայան տակառն է մեր ներսը, միայն Տերով կլցվի, ասեմ ձեզ, ես ունեմ փորձառություն, ամեն, պատեպատ, բիզնես, ինչ ասես արել ենք, բայց դատարկ էր, խփում էին ձեզ պատը, ուզում եք փախնեի Եվրոպայից, գնանք Հայաստան, ծառայենք, այն պատն էի խփում գլուխս, այն պատն էի խփում գլուխս, ինչի, որովհետև դատարկ էր այստեղ, միայն Տերը կարա լցնի մեր ներսը, հալելույա, եթե խփում ես գլուխդ աչ ու ձախ, խփի Տիրոջ, ասա Տեր լցրու, ամեն, հալելույա, եւ մինչև 27 խոսքը մենք տեսնում ենք Տերը սկսում է կարգավորել։ Երբ է խոսում աչի մասին, 28-րդ խոսքում ասում է արդեն աչեք, շատացեք եւ լցրեք երկիրը։ Հալելույա, կա հերթականություն։ Մենք շատ դեպքերում գալիս ենք փորձում ենք աչ, սա նա, այն ինչ որ հեշտ աչում է, հեշտ էլ կտրվում է։ Ամեն կարգ ու կանոն կա, հերթականություն կա Աստծո խոսքի մեջ։ Հալելույա, ամեն թե ոչ։ Նույնը Նոյի ժամանակ, հա, ու մենք տեսնում ենք, տեսեք, Նոյի ժամանակ, էլի նույն խոսք եկավ, աճեք, Աստված էլի օրնեց, աճեք, շատացեք, 8-ից, այսօր 8 միլիարդ, աճ, աճել, շատանալ, սիրելիս, այսպես եմ գրել, եկեղեցին պետք է լինի նպատակաուղված, նպատակամղված եւ կենտրոնացված։ Կենտրոնացած լույսը հսկայական ուժ ունի, օրինակ, խոշորացույցով արևի լույսը կենտրոնացնելով կարող ենք վառել, այսինքն մենք փոքր ժամանակ շատ ենք արել։ Տերև, փայտ, արել եք, չէ՞, կպցրել ենք, ծամոն ենք սարքել։ Երբ լույսն ավելի խիտ է, նա կարող է ճեղքել պողպատյա սրտերը։ Հալելույա։ Եկեղեցին պետք է լինի 3 բան եմ գրել՝ նպատակաուղված, նպատակամղված, կենտրոնացված։ Նպատակաուղված, ինչին է մեր նպատակաուղվածությունը, ավետարանչություն եւ գործեր։ Պիտի եկեղեցին սա անի, ամեն, հալելույա։ Եվ նպատակամղված, ինչին եք մեր մոտիվները ճիշտ պիտի լինի, Սուրբ Հոգի եւ մոտիվներ, սիրելիներ, ճիշտ պիտի լինի, ամեն։ Եվ կենտրոնացված, կենտրոնում Հիսուս Քրիստոսն է եւ միաբանությունը, կենտրոնացված, ամեն, միաբան ենք ես եւ դու, հալելույա։ Եկեղեցին աճում է 5 քայլերով, աճ, եթե ուզում ենք աճենք 5 քայլերով, առաջինը ավելացրել եմ 5 պարգևները, եկեղեցում պիտի լինեն 5 պարգևները պիտի գործեն, ամեն, որ ենք դրանք, գիտեք, առաքյալ, մարգարե, ավետարանիչ, հովիվ ուսուցիչ, պիտի սա միշտ շարժվի, միշտ գործի եկեղեցաշինության մեջ։ 5 կետերը, հաղորդակցություն, հաղորդակցությամբ դառնում ենք ավելի ջերմ, ամեն, այսօր աշխարհը սատանան գիտի ինչ է անում, հա, կտրի, հաղորդակցություն չլինի, հաղորդակցվի հեռախոսի հետ, մենակ մտի դրա մեջ, այդ սառ բանը ջերմություն չի տա քեզ, սիրելիս, ավելի է սառացնում, ամեն, իրար հետ սուրբերի հաղորդակցությունն է սարքում ավելի ջերմ մեզ, հաղորդակցվեք, շուտ արեք, ուշ գնացեք, միշտ
խմբակներ, սկսեք հաղորդակցել, ուզում ես ջերմություն։ Եվ որտեղ որ ճիշտ հաղորդակցություն, այնտեղ Տերն է։ Ամեն որտեղ որ 2-3 հոգի հավաքվեն Տիրոջ անունով, Տերն է։ Հաղորդակցություն։ Ամեն։ Թող չդատարի։ Շատ քրիստոնյաներ, ես չեմ սիրում հաղորդակցվել։ Սիրել ես։ Ասեմ ավելին, գիտեք Աստված մարդուն ինչի համար է ստեղծել։ Հաղորդակցության համար։ Ուրիշ նպատակով չի ստեղծել, հա, որ վայելի հաղորդակցվի մարդու հետ։ Հաջորդ կետը, երկրորդ, աշակերտություն։ Ինչի համար աշակերտություն։ Աշակերտությամբ ես եւ դու դառնում ենք ավելի խորը։ Այսօր հայերը աշխարհը մեզ թանկը չխորան։ Գնա հավատա, բայց մի խորացի։ Այս ուրիշ խոսքերով աշակերտ մի եղի։ Բայց մենք պիտի խորանանք, ամեն ավելի խորանանք, սիրելիներ, Տիրոջ խոսքի մեջ, աշակերտություն։ Տերը աշակերտը շատ կարևորում էր, երբ որ իրան հետևում էին, շատ էին հետևում, բայց ինքը հետ էր դառնում, ինքը գործ ուներ աշակերտության հետ։ Հա Մատթեոս 28:18 գնացեք եւ ինչ արեք։ Հավատացյալներ սարքեք, չէ, աշակերտներ։ Նայեք, նոր կտակարան, այսինքն գործ կառակելոցում եւ նամակներում Էլ չի այնտեղ հավատացյալ, ամենաշատ աշակերտ բառն է խոսում, աշակերտ։ Ամեն։ Երբ որ քեզ քարցնեն դու ով ես, ինչ կասես, համարձակ ասես, ես Տիրոջ աշակերտն եմ։ Այնպես համարձակ ասա, որ ինքն էլ փափագի, ես էլ եմ ուզում այդ դառնամ։ Ամեն։ Շատ հավատացյալներ, քրիստոնյա 5-10 տարի հավատքի են։ Մեկ էլ տեսել գալիս են, իր բարեկամ հարևանը գալիս է եկեղեցի։ Ու գալիս է ինձնից բողոքում, ասում է 10 տարի էր հավատացյալ էր, չգիտենք, մեզ չեր ասում, չեր խոսում։ Հանցագործություն ասա։ Բա որ մեռներ այդ մարդը, ու գնար դժոխք Աստված իրանից էր պահանջում, չէ որ ես քեզ տվել եմ ուրախ լուր, բարի լուր։ Հալելույա։ Երրորդ կետը, երկրպագությամբ դառնում ենք ավելի ինչ ուժեղ։ Դավթի ուժը որտեղ էր, երկրպագության մեջ էր, սիրելի, տունը, միշտ, ոչ թե աշխարհիկ երկեր, հոգևոր երկեր, դու էլ եղի երկրպագու, ամեն, հալելույա, երկրպագու, միայն նրան երկրպագիր, աշխարհը կասի, սատանան, դու բյան կգա կասի, այս աշխարհը քեզ կտամ, ինձ երկրպագի, սրան, նրան, սատանան ունի հնարքներ, սիրելիս, ամեն, մենք մի երկրպագու ունենք, ամեն, Շատ աստղեր, ֆուտբոլիստներ, ես սրա երկրպագու, ես նրա, մենք մի երկրպագու ունենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն, ուրիշ երկրպագություն չունենք, մեր ուժը դրա մեջ է, ետից գնաս սատանա պիտի կարողանաս ասել, եթե չես ասում, ինքը միշտ արջևում է, իսկ մեր արջևում Հիսուսը ինչի նկատի ուներ, հետ գնա, Իմ արջևում Տերն է, ո՞նց ես հայտնվել այդտեղ, հետ, թռի հետ։ Այդպես է թե չէ։ Հայրեն մեր հայրենով սենց է, սխալ տեղում ես, հələ հետ գնա։ Չորրորդը, ծառայությամբ դառնում ենք ավելի լայն։ Դա մեր ֆիթնեսն է, սիրելիներս, ամեն, մուսկուլները, սենց, հա։ Ամեն, ծառայեք Տիրոջը, սիրելիս, ուրախությամբ ծառայեք Տիրոջը։ Գտիր, ինչ որ բան արա, տեսնում ես պակասություն, հա, Նեհեմիայի նման, սրտացավ եղի, ոչ թե ասա ես սրա մասնագետը չեմ, սիրելի երիտասարդներ, այնքան գործ կա, մեծ էր, բոլորի համար գործ կա եկեղեցում, այն մարդ ես եկել է մի բան տանելու, հիմա ինձից ասում են, հա տուր, իսկ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, լավ ատան, քան թե առնելը, թե չէ, Տերն ասել չէ, թե չէ, ամեն, սիրելիս նայք, Եկեղեցաշինության մեջ դու պիտի սենց ոնց որ քո համար անես։ Մեր Հոլանդում սենց բան կա, երկու գործ կա, որ դու ուրիշի համար ես աշխատում, մեկ էլ զեզեպեր, ստեղ կա արման, ոնց է այս բանը, որ դու հա, զելվստանդը, որ քո համար ես անում, էլի։ Հա, քո համար երբ որ անում ես, քո համար ես անում, չէ, ավելի։ Ուրիշի համար այդ ձևի չես անում։ Ցենես մեր մոտ մենակ Լոն դիստով մարդիկ չենք ընդունում, մեր մոտ զեզեպերներ ամենակ, ամեն հասկացակ, այսինքն դու անում ես, ինչ որ անում ես, քո համար ես անում, հալելույա, ամեն թե չէ, ամեն, սելիս եկեղեցին մի գլխավոր նպատակ ունի, գիտեք որ նա իր գլխավոր գործ է երկրի վրա,
երկրի ինքը տեղափոխման բան է, ծառայություն է այս, ինչ են ասում։ Փոխադրում, ավիափոխադրում է։ Այս մասկը բանը իրանք մինչև չգիտեմ որտեղ կարան, այս փոխադրվում են եւ այլն անում։ Եկեղեցու գործը ավելի մեծ, ավելի հեռու է տանում։ Ամեն։ Փառք Հիսուսին, հալելույա։ 5-րդ կետը ծառայությամբ դառնում, չէ, ավետարանչությամբ դառնում ենք ավելի մեծ։ Ամեն, ավելի մեծ։ Չեղավ ավետարանչություն չի մեծանալու։ Մենք միշտ ասում ենք, չի չեն գալիս, պիտի ավետարանվի, սիրելիներս, ամեն, ասեմ ավելին, լավ եկեղեցին արդեն ավետարանչություն է։ Հասկացաք։ Հիմա արդեն մեզ մոտ շատերը օնլայն նայում են, զանգում են, գալիս են սեն։ Սկզբից մեր մոտ ամեն ինչ սկսել ենք մեր փառք Աստծո է, եկեղեցի կա։ Մենք ամեն ծառայություն գիտեք որ արել ենք Հոլանդում, Բելգիա, Գերմանիա սկսել ենք։ Տնային խմբակներից ենք սկսել, տարապել ենք ամիսներով, ոչ մի բան չի եղել, փառք Աստծո աղակին առաջ է։ Տներից ենք սկսել, տնային խմբակ։ Փառք Հիսուսին։ Լավ, ես ուզում եմ վերջացնեմ, այսօր մենք աղոթելու ենք, որ որոշում գա ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Իհարկե ոչ երաժշտություն ենք, բայց մի քանի բաներ կասեմ ու աղոթ կանենք։ Ինչ որ բան վերցրիք, սիրելիներս, ամեն։ Նաև մենք խոսում ենք դիրքից, հա, փոխվի կգա ժամանակ, որ տեսեք, այստեղ լավ դիրքը կամ բանը, տեղանքը այդքան էլ լավ չի։ Հետո մյուսին կարծեմ կարձագանքեն, կտեղափոխվենք հենց Համբուրգի կենտրոնը, որ դիրքն է, շատ կարևոր է ռազմավարությունը, հա, տեսնենք, որ ավելի լավ մոտիկ լինի, հարմար լինի մարդկանց, ավելի շատ լինի։ Նայեք, մենք մտածում ենք չի լինի, չէ, այս տարածքում լիքը հայություն կա։ Ու ասեմ ձեզ, լիքը մարդիկ կան, որ իրանք փնտրում են ասում, կամ բայց վախենում են եւ այլն։ Լիքը մարդիկ էլ կան, ուզում են պատրաստի բաներ տեսնեն, գան, տեսնեն պատրաստի լավ փառաբանություն, լավ սա, լավ նա։ Դամբար եկեք մենք այսօր ներդրենք այդ լավին։ Հա, չլինենք երևելի։ Դնենք ամեն ինչ պատրաստ լինի, նոր գանք տեսնենք պատրաստ է, հետո սկսենք թելադրել, այ որ այսպես անեք, չէ, սիրելիս։ Եղի, քանի որ կանչված ես, այն հիմքի մեջ եղի, թող քո վրա կառուցվի, ուժեղ եղի, սյուն եղի, որ քո վրա քարեր, դու հիմք եղի, որ քո վրա կարողանան քարեր հիմնվեն, սիրելիս։ Եկեղեցին սյուների կարիք ունի։ Ամեն հասկանում եք։ Ժողովող 5-1-ն ասում է Աստծո տուն գնալուց ոտքերից զգուշություն արա։ Սա խոսում է որ մենք Տիրոջ երկյուղը պիտի ունենանք մեր կյանքում։ Տիրոջ տուն գնալուց ոտքերի զգուշավոր եղի։ Սա Տիրոջ տունն է, այս վայրը սուրբ է, կոշիկները թանի։ Հալելույա։ Միշտ սա խոսում է աշխարհիկություն, կոշիկները խոսում է, երբ որ Աստված հանդիպել մարդկանց, միշտ առաջին քայլը ինչ էր։ Հանի մի հատ կոշիկները, դու սուրբ վայրում ես գտնվում։ Ու մեր կոշիկները միշտ հանած պիտի լինենք, սիրելիներս։ Մեկը միշտ։ Ու գիտեք ինչ Աստծո սպառազինության մասին է խոսում, որ հագեք խաղաղության ավետարանի կոշիկներ։ Հանենք այն կոշիկ, կեղտոտ կոշիկները եւ հագնենք այդ սպիտակ խաղաղության ավետարանի կոշիկները, ես եւ դու։ Հալելույա։ Ամեն թե չէ։ Դավիթ Թագավորի ուրախությունը գիտեք ինչ էր, ասում էր, մի բան եմ խնդրում եւ սա աղաչում, որ կյանքի բոլոր օրերը, ինչ անեմ, Սաղմոս 27-րդ խոսքը, Տիրոջ տան մեջ բնակվեմ, Տիրոջը վայելչությունը տեսնեմ, զմայլվեմ իրանով։ Հա, սա եւ Դավիթը գիտեք ինչ էր ասում, կտխրեմ, երբ որ ասում են գնանք Տիրոջ տուն։ Թես չէ, վայ սխալվեցի։ Կուրախանամ, երբ որ ինձ ասում են գնանք Տիրոջ տուն, ոչ թե համոզել զորով, հենց որ լսես շաբաթ կիրակի հավաքվում ենք, գիշերը չեմ քնել այս սաղ գիշերը, առավոտ հելնեմ, շուտ գնամ Տիրոջ տուն, ինչի ես ուզում եմ հանդիպեմ, ես ուզում եմ Տեր իմ սիրտը թափեմ քո առաջ, ես ուզում եմ քո մարմնի հետ հաղորդակցվել, սուրբերի հետ հաղորդակցվել, ոչ թե պատճառներ, հազար ու մի պատճառ, հալելույա, հալելույա, ամեն։ Հիշեք ինչի համար ենք ապրում, այս կյանքը մեզ տրվել է, որպեսզի ապրենք այն կյանքի համար, հալելույա, ոչ թե սեն շատերը կան, հա իմ ժամանակի չի, 70 տարի վերջում,
Վերջում է դա հեսա արդեն հազիվ շնչում են գան աղոթեն, որ փրկվեմ, կփրկվես, սիրելիներս, բայց երբ որ գնաս մեր ամոթալի կփրկի քեզ Տերը, իր շնորհքով է փրկությունը, գործերով չի, բայց սիրելիներս, այսօր մենք զբաղված ենք մեր տները կառուցելով, գանձեր դիզել երկնքում, զբաղվի կառուցել քո տունը, այսօր ամեն մի հնարավորություն է մեզ տած, այ եթե Կրիշնայի նման մի 15, որ մեկ-մեկ հայերին հարցում են, ասում է, ես 13 թե 14-րդ անգամն եմ արդեն ստեղ երկրի վրա եւ այ եթե մեզ էլ այդքան հնարավորություն ուներ, մի 12 հատ աշխարհային կապնենք, 2 հատ էլ Աստծո, բայց չկա, մի անգամ է տրված, ես 70, 30, 80, չգիտեմ ինչքան է տրված, այս է մեր հնարավորությունը ապրելու այս երկրի վրա եւ տրված է ապրելու այն կյանքի համար Տերը տա մեզ իմաստություն, իմաստուն եղեք սիրելիներս, ապրեք այն կյանքի համար, երբեք չեք փոշմանի, ես ես 30 տարի է ապրում եմ Տիրոջ համար եւ երբեք չէ, Տերը օրհնում է, Տերը բացում է դռներ, հալելույա, եւ այնքան ուրախ, երբեք չեմ փոշմանել, հավիտը, ես միշտ ասում եմ մարդկանց, երեխեք, տեսնում եմ 10 տարեկան հիմիակո հնարավորությունը, փոքրուց ծառայես Տիրոջը, ոչ թե մեծանաս, հետո սատանան խապում է, ջայլին ասում է, քո բանը չի անի, մեծի բանն է, մեծին էլ ասում է, այ արդեն ուշ այնի փոքրի բանն է, մի ինգի նրա խապկանքի մեջ, մեր բանն է ծառայելը Տիրոջը, փոքրին էլ, մեծին էլ, բոլորիս բանն է Տիրոջը ծառայել, հոգևորի մեջ տարիք չկա, ամեն, ես չեմ ուզում իմ առաջ կան, չեմ ուզում եմ մենք այսօր ծունկի գանք Համբուրգում, Ձունքի գանք Տիրոջ առաջ, մենք Աստծո առաջ ենք, պպզած, կանգնած, չգիտեմ չկա, ձունքի են գալիս Աստծո առաջ և աղոթենք սիրելիներս, հալելույա,